Ձյունառատ ու ցրտաշունչ բարձրադիր գյուղերից հետո ուղևորվում ենք դեպետի տաք հովիտ, հասնում ենք Տավուշի Արջից գյուղի այգիներ, որտեղ գարնանային արևն արդեն իր գործն արել է։ Ամեն կողմից ռանճպար մարդկանց ձայներ են, զրույց, ծիծաղ, կանչ ու պատասխան։ Կանաչ մարգագետիններով ու ծաղկած ծառերի ստվերներով անցնող ճանապարհը պոետը կնմանեցներ դրախտի ճանապարհին, որն ուղղակի հրաշք է։ Մեղուների բզոց, թեթև քամի, թարմ փխրեցրած ու խոնավ հողի հոտ։ Իսկ ինչով դրախտ չէ, մարդկանց դրախտը, որ արարվել է գյուղացի մարդու ձեռքով, նրա ծանր աշխատանքով։ Հազարամյակներ շարունակ գետահովտի այս 40 հեկտարի վրա բերք է արարվել, գինի պատրաստվել ու հազարամյակները գրեթե ոչինչ չեն փոխել։ Միայն սերունդներ են փոխարինել միմյանց։ Այգիներում էլի մարդիկ իրենց գործին են, էլի էդ, էլի փխրեցում, հինավուր ծառուների մաքրում, կարգաբերում։ Մի խոսքով գարնանային այգում գործը եռում է։ Հենց այստեղ էլ հանդիպում ենք Արջիսի ամենաուրախ ու ամենաճարտարախոս կանանց՝ Մարինեին ու Շամամին։ Ցարսը սաբարանցիա, երև եկավ իր հետ եղանակը փերեց։ Փոխվեց մեր կլիման։ Այն վաղտը ամբողջ տարին բարեհաջող էր, էլի սենց բան չկար։ Հեկտարով այգիներից ոչինչ չես քաղում է, անցյալ տարի ոչ մի բան չենք քաղել տուն տարել։ Հարս ու տալ առավոտ ծեքին բուժանյութերը վերցրել, Սարիցերին գտնվող գյուղից, ինչպես ասում են, մեքենա են բռնել ու հասել այգի։ Բուժման գործն էլ ավանդական է, դեռ ցարի ժամանակներից սկսած, Ալավերդ ու Ժանգար էին վերցնում, Իջևանի կողմերից էլ կիրը։ Սա է պապերից եկած կիր ու ժանգար, ուրեմն առաջ պետք է լցնես կիրը, բացես այնքան, որ կրի լուծույթը լրի վերջանա, նոր արդեն ժանգարը բացում ենք, եթե ժանգարը զգում եմ ժանգարի համար ջրի տեղը քիչ է մնացել, երման ջուր ենք անում, ժանգարը երման ջրով որ բացում ես, լսում ես նրա մեջ շուտ խմորվում է, շուտ բացվում է, բաց երկնագույն երանք նստանում է, մի 20 րոպե թողում ես տենց լուծված վիճակը բոճկի մեջ մնում է, խառնում ես ու լսում սրսկիչները, ծառերը լողակը մենք փռում լվացքի նման։ Մինչ ոնց Մարինեն է ասում, լողակը կհանգստանա, Շամամն անցնում է մեկ այլ ոչ պակաս կարևոր գործի։ Այգի տնակի դուռը բացում ու սուրճի սեղանի պատրաստություններ է սկսում։ Դա էլ արդեն ավանդական է ու իր ամփոփող գրաֆիկով գործը չի կորչի, բայց այս սուրճը ուշացնելը եւ օրգանիզմին խաբելը լավ բան չի։ Մեր սուրճի ժամը 3-ին, 6-ին այդ ժամերին ենք խմում, մինել առավոտը երբ գալիս ենք գործանելու այդ ժամանակ։ Հա, հյուրասիրելու բանի համար խանգարելու ոչ մի բան չկա, ում էլ ուզենանք, ասենք հյուրեր են գալի, կարանք ճամփու դնենք այդ ձևի ազիս։ Ոյ, ճացրի։ Հանդի կոֆեն ուրիշ է։ Փորձված բան է մայրուղու եզրին բերքը վաճառելու շրջանում սուրճի եռալ թափվելը հաջողության նշան է։ Այդ նշանակում է, որ անցնող դարձող մեքենաները արագ կանգ են առնում, դատարկում իրենց սեղանները, լցնում մեքենաների բեռնարկղերը, հարստացնում իրենց քսակը։ Բայց այս չոր ու ցամաք շրջանում, երբ մառանում մի խնձոր էլ չի մնացել բերան թացացնելու համար, ընդհակառակը ոչ թե ստանալու, այլ նոր չտեսնված ծախսի նշան է։ Տերորն առջևում է կերևա ինչն ինչ է։ Զրույցը շարունակվում է։ Շամամը ցրտաշունչ ապարանից է հարզ եկել տաք Արջիս, իսկ արջիսեցի Մարինեի բախտը այդպես էլ չի բացվել, ոնց ինքն է ասում, այսպիսի ասող խոսող 1000 ու մի շնորհք ունեցող զուլում աշխատասեր կինը տանն է մնացել։ Հա, չստացվեց, որովհետև ինձ արժանի տղա չկա աղջիկ ջան։ Ես ինքս սովորած եմ, ես ինքս բարձրաճաշակ եմ, իմ ձեռից ամեն ինչ գալիս է։ Հարսից մազերը նայի։ Ես եմ կտրել, ես եմ ներկել, վարսավիրական սովորած չեմ, ընդամենը երկու անգամ որ գնացել եմ նստել, իմ մազերը կտրել են, որ ասում պապերի ասած աչքի թայմինով վերցրել եմ էլի, ինչ են անում, նայել եմ, ոնց է մազը վերցնում, որտեղ է կարճ կտրում, որտեղ երկար, որ սիրունը ստացվի, սա նրվածքը։ Ես ամեն ինչ անում եմ, Մերի ջան։ Հարս ու տալ երկուսով ամեն գործել անում են, ցանել, փորել, բուժել, բերք հավաքել, ծախել, վերջինը Շամամի գործն է։ Նրա ճարպիկ լեզուն օձը բնից կհանի, այդ որ վարորդն է, որ կարող է կանգնել ճանապարհաեզրին, իրենց վաճառասրահի եզրին ու առանց առևտուր անելու թողնի հեռանա։ Հնարավոր չէ, Շամամն այդ գործից լավ էլ գլուխ է բերում ու այսպես գործը բաժանելով, խելքի տալով, մի հողամասում այգի են մշակում արջիսեցի կանայք ու հույսները ոչ մեկի վրա չեն դնում։ Նորվա հարսա, որ կռիվան եմ, ասեմ աղջիկ ջան վիրկած, ինձանից շուտ վիրակենում, ամեքս մեր գործն անում ենք, տան գործա, թե բաղի գործա, կարծես բաժանած լինի, էլի մեկս մեկից ասենք բան չենք անում, ես ասեմ ինչի մարես բանը չես արել, կամ նենց չի, որ ինքը մի կքնի, ես կգամ գործ կանեմ, հավասար վազում ենք, ինքը տանը այդ խոզա հավա նայում է, ես ավելի շուտ գալիս եմ, հետո ինքը գալիս է մնացածը շարունակում ենք, բերքել, եթելում է, քաղում ենք,
իրար հետ հավասար տանում ենք ընդի գնում եմ դասավորում, ինքը նստում է ծախելու կամ ես եմ նստում, գալիս եմ ես էլ այգին ուրիշ բան անեմ, հենց մի բան ծախում առնում են վերջանում է, զանգում ասում հոնը տարան հոն բեր, թուզ բեր, տենց իրար օգնելով ծախում ենք, օգտվում ենք մեր աշխատանքից, բայց որ անցյալ տարի ոչինչ չունենք, ասում եմ ուրիշի բաղերում գնացել ենք կարալյոկ քաղել, դասել, որ օգտվենք։ Այ դա իրենց դարման էր։ Նախորդ տարի գարնան այգիները 4 անգամ կարկտահարվեցին։ Այն ինչ էլ փրկվել էր նախորդ 3 անգամները վերջինը սրբեց տարավ ասում են։ Նկարել մի ինձ է, նկարել այս ծառերը, տեսես ինչ վիճակա ցավդ տանիմ, նայ հլա այս պատրվածքները չի կարա լավանա, որ սա եկող տարին ուղղակի կարող է այս տարի մի կերպ հլա նայեք։ Ամբողջ շևը ջարդած է, սա պետքա սնուցվի, արմատով սնունդ է ծառի, թաղանթանյութի տակով ակ վերև գալիս, որ ասենք ծառին սնուցում է, իրա բերքու բարիքնել լմա, կարող է ըլի շատ պատահական, ասենք այս ծառից եմ 5-6 հատ պահելի, որպեսզի այս վիճակն է, մեկ էլ մտածում եմ, հնարավոր է գա, ասենք փագե լցնե, որ գոնյա հաջորդ տարվա համար դա պիտանի ծառելի։ Ձվի մեծության կարկուտը տարել ոչնչացրել է ոչ միայն բերքը, այլ նաև հաշմանդամ դարձրել ծառերը։ Ահազանգել են վերևներից եկել, տեսել գնահատել են ու որպես փոխհատուցում 150,000 դրամ հատկացրել։ Մեկ գրեցին ծառ մեկ շրջեցին քառակուսի մետրով տվեցին, մեկ գրեցին դեղցն ավելի շատ պտուղ տվողը, ասենք դեղցին ավելի շատ վարձատրեցին, քան մնացածին, բայց գոնյա որ մետրով մի հեկտար այգի ունեմ, ստացածներուս այդ 155,000 դրամը, ինչ կարաս անես, անգամ ես կիր ու ժանգարի փողը չի։ Չէ, շատ մեղք ենք, մեր արջիսի ժողովուրդը չափից դուս աշխատասեր են, ասենք քառակուսի մետրով, ասեմ 500 մետր կլուբնիկ ունեմ, որ անընդհատ մեջքս գետնին նալը։ Մի խոսքով, եթե լուսանը կամ լուսադեմինը զգում եմ անձրև ագալ, ես չեմ ուզում այգին գամ։ Այսինքն ես ուզում եմ այգին գամ, բայց չեմ ուզում այդ անձրևը գա խանգարի, որ չկարենամ այգում աշխատանք կատարեմ։ Ցավդ տանիմ, եթե պետք է հետ տամ, դա հեչ գումար չի, որ ես ասեմ մեր ցավի հոգսը կոտրեց, գոնի ասենք կտային մի 400-500,000 դրամ, որ ամբողջ տարվա այս դեղորայքին բանին, բան որ ես բերում աշխատացնում, բան որ օրը 8-ից 10,000 դրամ փող է ուզում։ Հիմա հույսները պետության վրա չեն դնում, անիմաստ բան են, վերևներում գտնվողները միշտ է սուտ կասեն, 10,000-ի էլ եթե օգնեն 100,000 կասեն։ Իրենց թոշակով բուժանյութերն են առել, կսրսկեն, կանեն, ինչ որ կարգն է։ Թե չէ պետության օգնությանը սպասելիս աչքը դուրս կգա, բայց պաշտոնյան տեղից չի շարժվի ու կմնա սպասելով։ Չբուժված ու հիվանդ այգում մի կերպ կանեն ու կսպասեն բերքին, թե բնությունը տվեց կունենան, ոչ մեկի հույսին էլ չեն մնա, թե կարկուտը սրբեց տարավ կմնան ոնց ասում են կոտրած դաշտակի առաջ, գոնե կարկտակայաններ լինեին։ Ես մնում է սրանք Հա, ջուրը բերում ենք, որ լուծույթ անենք, ստե։ Սրանք պետք չեն։ Այս ավտոյով են մի բարակ տանեք սա։ Հա, եթե բերքը առատալու, արդեն այս ավտով ենք տան։ Կամաց կլսնես, որ չշաղվի։ Կամաց, այդպես կամաց արի։ Ժանգարը սրա հետ դառնում է մի հատ լուծույթ։ Երկուսը միասին դառնում է մի հատ լուծույթ։ Ասող խոսող կանանց այգուց հեռու չէ Արջիսեցի Կարենի այգին, բայց դա հովտում հենց գետաբերանին, որ ջրհեղեղից կես եղավ։ Առայժմ բուժում է Ճամփեզրի այգու ծառերը։ Երկնագույն բուժանյութն այսպես խառնում է, որ պղպոջակներ Երևան, այսինքն քիմիական ռեակցիա տեղի ունենա, որ բուժանյութը պատրաստվի։ Ուղիղ 25 տարի այս գործով է զբաղվում, երբեք խոպան չի գնացել, մինչև ջրհեղեղն էլ դժգոհ չի եղել, արած գործից էլ ստացած եկամուտից էլ։ Հիմա կասի ինչու։ Եթե լավ աշխատենք, կառավարությունն էլ մի փուճուր կոմա գանից դել կհասկանաս։ Ներքևի այգին, որ ջուրը քշել է տարել, եթե հնդի դամ պատեն, էլի մարդիկ կաշխատեն, կշահագրգռվեն, որ ստեղծեն, բերք ունենան։ Դրա համար եմ ասում, եթե կառավարությունը մի փուճուր օգնի։ Չեմ ասում, ես իմ բերի դոլարի բժանը։ Օգնեն, դամ սարքեն, մարդիկ կայանան իրանց հողը մշակեն։ Այդքան բան։ Դեպետի ավազանի տասնյակ այգիներ 2024 թվականի մայիսյան ջրհեղեղից հետո այդպես էլ չվերականգնվեցին, շատերը այգիները տոննաներով բերված ավազից ու աղբից մաքրելու հնարավորություն չունեին, շատերն էլ ուղղակի հիասթափվեցին։
Կարեն իր ուժերով մաքրել է այգին, մնացած ծառերը փրկել, հիմա էլ բուժելու է, բայց սիրտը ահնկած է։ Դեպետի ամեն վարարում իր այգուց էլի հող է տանում։ Ծառերը այդպես որ շարունակի այգուց ոչինչ չի մնա։ Սեփական աչքով է տեսել, որ լոռիում հենապատեր են կառուցում, Տավուշում ոչինչ չի արվել, ասում է։ Գոնե գաբիոնային հենապատեր տեղադրեին, փրկեին Դեպետից, որ վիշապի նման կամաց կուլ է տալիս իր այգին։ Տավուշում սենց ասած մատ-մատի տվող չի ելել, բայց լոռիում աշխատում են, տրակտորներն աշխատում են, դամբ են սարքում, բայց հլա որ մեր մոտ երևի հերթով կգան էլի, չգիտեմ։ Եթե այդ պատնեշը չլի, այն տարվա նման, հեկուզ այն տարվա կիսի չափել ջուրովի կենա, այս ամի գնանք կտենակ, այսքան ամնում, որ արդեն այգիս մտնու ջուրը, այսքան։ Այս լադեր ծնհարկնի կա, բան կա։ Այսինքն կտանի, հողը էլի կտանի։ Բա ինչ կանի։ Ջրի առաջով է կանրացել հետ տա, որ մենք հետ տանք։ Կողքեկս լրիվ անապատա, մարդիկ սիրտա կտրվել են, թողել են, իսկ ես էլ չարչարվել եմ, նկարնի ունեմ, որ ոնց եմ տիլը դուս տալիս, ծառեր փրկում, ու դրանից հետո էլ ասում են վերականգնված այգի է, բայց չեն հաշվում մարդը ոնց է վերականգնել, եթե վերականգնվող այն կողքի մարդը քիչ վերականգնել, դրա համար պետք է դամբլի, որ մարդը կարենա աշխատի, լիասիրտ աշխատի, բերք ստեղծի, եթե առաջը բացա ոնց անես, անհույս բան։ Քանի դեռ այգիները պաշտպանված չեն, գետամերձ հատվածներում գյուղացիների շատերը աշխատանք անել չեն համարձակվում։ Թերևս միայն նրանք, որոնց այգիները գետից համեմատաբար հեռու են, բացատրում է Արչիսեցին։ Գյուղատնտեսական Նեստարին ասում է աչքով չտանք լավ է սկսվել, տեղը տեղին ձյուն է եկել, խոնավությունը կա, ցրտահարությունը առայժմ չի եղել, բայց աչքը ոնց ասում են տեսածից է վախենում ու լավատեսությունն էլ առայժմ զգուշավոր է։ Ուղղակի չեմ ուզում ասեմ, այն որ ասմաճուտերն աշունքն են հաշվում, պատական խոսք կա, չէ։ Հələ սուտ չեն ասում, առաջներս մայիս կա, չեն ասում մայիս, բայիս։ Դա ասված լավ էլի, եսիմ, այս տարի ձմեռը մի քիչ երկար տևեց։ Յուղացիք էլ ասում են, դե որ երկար տևեց, լավ կլինի։ Մեդանումը, որ կանգնում են մտիկ են անում, սա աշխատեց, նա աշխատեց։ Շատ արագ հաշվում են, որ աշխատեց, բայց դրանց բարդությունին, դժվարությունին չեն հաշվում։ Դե վերավաճառողը մեզանից շատ է օգտվում, դա հանում ոչ մի խոսք։ 10-20, լա մի 5 լիտր ջուր արի։ Քաղաքում էլ 1000 տեսակ մարդ, մեկը չմահավան, մեկը գինիչեցնող, ինչ տեսակ մարդ, ասես պատահում է, շատերն էլ գյուղացու աշխատանքը չեն գնահատում, ու հենց այստեղ էլ Կարենը կատաղում պայթում է, դե արի ու մի սրտնեղի ասում է։ Ոնց չջղայնանաս, եթե քու քրդինքը ինքը չի գնահատում, կոպեկնի է գնահատում։ Հետո գնում ես տեմ ես իր սուպերմարկետում քեզանից ուզած 200 դրամանոց դեղցը ինքը ծախում է 800 դրամ։ Ոնց չի ջղայնանաս։ Ես չեմ ու դուք եք։ Դե իրանց գործն էլ է դա, ինչ անես։ Այսպես սրտնեղեց բարկացավ անարդարությունից, սիրտը պայթեց ու որոշեց, որ իր միրգը ինքն էլ կվաճառի մայրուղում, ոչ մայրաքաղաքային սուպերմարկետների գնով, բայց սովորականից մի քիչ թանկ։ Այդպես հենց այգու դարպասների մոտ սեղանիկ է դնում ու վաճառում, բայց նաև հյուրասիրում ու Արչիսեցու պատիվը բարձր պահում։ Հետո մի հաճախորդ եկավ գիլաս ուզեց։ Բա այսում այգինա սիրում։ Ասի մերնա, բա կլի նկարվենք, աշխի չի լի, նկարվեցեք։ Նկարվեցին, դե հետաքրքիր է։ Ասի դե ինչքան կարում եք քաղեք կերեք։ Ինչքան տին ուտել։ Մարդիկ իրան լավը զգացին, էլի։ Քաղեցին, կերան, աս դե ինչքան էլ կարում եք ձեռնեիդ տարեք։ Պետքա տաս, որ Աստված էլ քեզ տա։ Իր այգիներից ոչ մեկը Կարենը չի ապահովագրել, ասում է ցանկություն է եղել, բայց հաշվել ու տեսել է, որ գումարն իր համար շատ մեծ է։ Ապահովագրական ընկերությունները իր նման միամիտ չեն։ Այնտեղ, որտեղ կարկտահարության առումով ռիսկային գոտի է, ապահովագրական գները միլիոնների են հասնում, ասում է։ Իսկ այնպես գործում է հրդեհի կամ մեկ այլ ռիսկի գործոնի ապահովագրություն, որը այս կողմերում չեն էլ անում, ուղղակի իմաստ չկա, ասում է։ Իսկ պետությունը անտարբեր է։ Ուզենաս այդ ապահովագրություն անես, հակակարկտայինի քաշես, սետկեք քաշես, տակ ինքես բան չի մնա։ Այն դով արդեն խոպանի կարեք կլին։ Մենք մերն անում ենք, թե Աստված ինչ կտա, Դրա տերն։ դրա տերն ենք, հա։
Այսպես զրուցում է մեծ դորեցու Գաբո Բիձու շերամապահությունը պատմվածքի հերոսի նման թվարկում անթիվ ու անհամար խնդիրները, որ ծառացած են գյուղացու առջև ու մի այդքան էլ ծառանում են, եթե փորձում են դիմել ֆինանսական կազմակերպություններին, համայնքային, մարզային ու պետական հիմնարկներին։ Դրա համար էլ ձեռ է քաշել այդ ամենից, բայց դրանից հետո էլ դու այստեղ մտիկ տուր, մի կերպ բերքը աճեցնում ես ու ընկնում նոր կրակի մեջ իրացման քաոսի, որի հաղթահարումն ամենադժվարն է։ Դե լավ տղա ես, արի գնորդ գտի։ Հա, ամենալավ բերքը ճանապարհի եզրին վաճառվում է, բայց ինչ անես երկրորդ, երրորդ կարգի բերքի հետ։ Ժամանակին այդ ամենը մթերում էին Ախթալայի ու Այրումի պահածոների գործարաններում։ Հիմա դրանք այլևս չկան։ Ինչ անի Կարենը դրա հետ, թափի, Ճամփեզրին ինչ ծախվում է, մնացածը տուն են տանում, օղի թորում։ Չկա, այդ ձեր ասած Այրում մեծ կոնսերվի գործարան այլ էր, բայց այսօր չի աշխատում, որ աշխատելիս էլի մարդիկ, պետք կլի կհանձնեն էլ, ստեն չեն հասնի Երևան։ Դեպետի հովտի ամենախնամված այգիներից մեկը պարոն Հարութինն է, երեխաները արտերկրում են, ամուսիններով են մշակում այգին, ճիշտ է մեծ դժվարությամբ, բայց չանել չեն կարող։ Գործը հեշտացնելու համար բոլոր տեսակ էլեկտրական սարքավորումներով են զինվել, էտի մկրած սղոց հիմա էլ նոր սարք ունի, հատուկ իր նման ծանր քաշայինների համար ասում է։ Մենա մի կերպ ենք անում էլի յենզահանց, ես էլ ընտրում ես այդ ամիքիչ նիհար, կինս էլ ամիքիչ նիհար։ Շատ հեշտ բրծրանում ենք ծառին, քաղում։ Այս մի բարեկամ ունենք Ֆրանսիայից աղերգել ինձ մա։ Որ հեշտ է։ Հա, շատ հեշտ է, ասենք, վերև իշե վերև, մի անգամից առանց մեծ ջանք գործադրելու կտրում ենք։ Այս է թեթել քաշում ես ինքը կտրվում է, հա։ Ասում է գյուղացու աշխատանքը ծանր է, տքնաջան, մի քիչ էլ չգնահատված։ Եղացին մնում ա եղած։ Միշտ տանջվել է, տանջվել մենք այդ ենք մի ստի ենք ծնվել էլ, ես ասի չէ նախորոք։ Եղացին միշտ էլ տուժվում ա, քաղաքեցին դուս ա գալ իրա մի կիլո կարտոլ առնում, այդ կարտոլը ոնց ա ստեղծվել, ոնց ա գնացել ընդի։ Գյուղացու կյանքը միշտ էլ աշխատանքի ու չարչարանքի հետ է անցնում ու ցավոք հաճախ նրա այդ ծանր աշխատանքը մնում է անտեսված ու չգնահատված, ասում է պարոն Հարութն ու հրաժեշտ տալիս մեզ։ Մենք էլ նույն ճանապարհով վերադառնում ենք այգիներից ու այգի ճանապարհի սկզբի մեր ոգևորությունն ու ռոմանտիկան տեղը զիջել են կասկածների, դժվարին աշխատանքի, տանջանքի կասկածների, բայց նաև արարման այգի աշխարհ, բայց դրախտի։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայատնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։